տանց փարտանք սիրելներ։ Սա ողորմություն է Հայաստանի եկեղեցին ծնելա Սուրբ Հոգին երկրի վրա։ Ճիշտ օգտագործել է Սերգեյ եղբորը շատ ուրիշներին, բայց մեզ բոլորիս ծնելա Քրիստոս։ Շատ ես գիտեմ, այտենց եղբայր քուր չկա ստեղ, որ կյանքում լուրջ հրաշք տեղի չունեցած չլինի։ Այսքան տարի հավատարի մնալը էդի խաղոպար չի։ Ինչ դժվարությունով են անցել եղբայրները, քուրերը, ինչ հալածանքներ են կերել։ Ես մի հատ դեպք պատմեմ, հետաքրքիր է, անցած անգամ այդ քուրիկը վկայեց ստեղ։ Մեր գյուղում մի հատ քուրիկ կա, այս քուրիկը շատ էր հալածվում ամուսնուց։ Սիրածին բերում էր տունը, կնոջը տպում էր և ասում էր, հելի ուրախ սևանտիր։ Այս քուրիկն էլ եկավ ընձի, ես էլ ճայել տղա, 20 քանի տարեկան, ասես Պավել աղբեր, մեռավ ընձի ծեծելով։ Ինչ անեմ, բաժանվեմ, չբաժանվեմ։ Ձենց մոտարապես հիշում եմ, ասի քուրիկ ջան, Աստվածաշնչում գրված է հին ուխտում մարդիկ ես իմ քանյատ կնիկ եմ ունեցել։ Մեկը տեղ է թալում, մեկը ծառա, մեկը կովը կթելու, մեկը էսեն։ Ասի իմի դու էլ իմացի այդ տան ծառեն ես, էլի։ Բայց աղոտ կարա Աստված մեծ է։ Այս քուրիկը ես այտենց հոգևոր շատ բարձր մակարդակ ուներ։ Այս քուրիկի աղոտքով այդ ամուսին ապաշխարեց։ Միշտ սենց էր ասում, Ժորա ջան, հեգուց Հիսուս ընձի կապշտակի դու կմնաս կեթած դժող, մերնեմ ջանի, դապաշխարի։ Ես է հատ տպումը հալածում էր։ Վերջը մի ապաշխարեր, ջրով հոգով մգտվավ, մեր սմբատ եղբոր մեծ աղբերներից էր։ Ուրեմս հիմի հիվանդացել է սենց անում, են որ տպում էի քեզ, այդ ցավերը վերադարձել անձի։ Ես տպած ես ինչ օրն եմ ընգնել, բան չկա, հեսա կմերնես, կետաս հիսի մոտ լրիվ կլավնաս։ Եղբայրներ քուրեր, շատ օրհնություններ կարամ պատմեմ, շատ օրհնություններ։ Ես մի քանի կարևոր բաներ ուզում եմ պատմեմ, մարդի հոգու աշխարհը ամենակարևոր մարդի հոգու աշխարհը սուրբ չեղավ։ Եղբայրներ քուրեր, իմ ծնողները 20 տարի ինձ հալածել են հավատքի համար, 21 տարի էլ տպել են խուլիգանության համար։ Այտենց մարդ չկա ստեղ, որ իմ նման չար լինի։ Ես այնքան չար էի, որ հերս ինչով տպեց, փեջի շիշը դրեց դաղեց, կախեց ինձի, ես չփոխվա, կախել է ինձ, որ փրկվի ինձնից, ասեց 5 տղա ունեմ, մեկին կախեմ պրծրեմ, կախեց ինձ, հացատունը փակեց, թողեց գնաց, հարևանին են դուրը ջարդել, փրկել են ինձ, հետո որ շունչս եկել ատեղես, աշկերս կամաց բացում եմ, տենում եմ բժիշկները, բժիշկուները վրես գործին անում։ Այդ ընկած տեղը մտածում եմ հաջորդ չարություն անեմ։ Ես տենց մարդ եմ եղել։ Աստված 71 թվականին սեպտեմբերի 15-ին ինձ հայտնվավ։ Մենք Ալբերտ եղբայր ունենք, առաջի անգամ ինձ ասու խոսք խոսելա մեր հրատ աղբերը, բայց հոգևորության մեջ շատ դեր է խաղացել Ալբերտ եղբայր, որ իմ Ամերիկայում է։ Իրար հետ ընկեր ենք եղել, երկուսով էլ անհավատ էինք։ Եվ մի օր
Սա հավատացյալ ոնց էր դառը չեմ մանում, մոտ չեմ հիշում, ինձի քարոզում է, ասի մյուս անգամ դու Աստծու անուն գտաս, հավի ուղեղ ունեցողներ են Աստծուն հավատում, ասի։ Կսպանեմ քեզ, ասի։ Այս խեղճը վախենալով նա գիտեր, որ ես շատ սիրում էի տենց փիլիսոփական խոսքեր, ինձ առագած գիրքներ տալիս, որ Աստված բար չկա մեր, ժողովող գիրքներ տալիս, որ Աստված բար չկա մեր։ Ես էլ կարդում էի, սովորում էի։ Եվ մի օր ասեց, եթանք Հարույթ եղբորենց տունը, մեր Հայկանի պապայի տունը։ Եղբայրներ քուրեր, ես այդ օր գիշեր, որ պետք է լուսանար այդ օր այդ հայն գինաստուն, Աստծուն դեմ խոսքեր ահավոր խոսել են, ահավոր։ Հիմի մտանք ներս, Հարույթ եղբորքին ասեց, վայ, Ալբերտ եղբայր ջան, եկար մի հատարի աղոթենք, վայ, որ ինչ աղոթել, իջամ նրան վերջեսի ինչ ասեմ, ասեց այդ ամոթ է, լուսուս մնա, հեսա դուս կգանք, եղբայրներ քուրեր, ես կանգնեցի կալիդորում, լսում եմ նրան սրտաճմլիկ աղոթ կանում մանար, ես սենց ասեցի, ասի Տեր Աստված, ես չգիտեմ դու կաս թե չկաս, բայց որ քո տեղը ես լինեի, նրա խնդրածը կտայի։ Եղբայրներ քուրեր, ես այդպիսի բան չեմ պատկերացնում ինչ տեղ ունեցավ, լույս անձ, դերում եմ ձեռը դրելա վրես, ինչքան եմ ողբացել, չեմ մանում ինչ ողբ եմ արել, ինչ լաց եմ արել, ես կանգնել եմ ոտի, իմ 5 բառը աշխարհում եղել է 4-ը հայոյանք, 3-ը հայոյանք, 50 տարի անցել մի անգամ հայոյանք դուրս չեկե բերանից, դեր մեկ ոնց է փոխում Աստված, մարդի ներսն է փոխում, անենց էր փոխել, ես պատմեմ մի բան, թե ինչ սիրտ է տալի Աստված, ես անհավատ էի, երկրորդ կուրսում, երրորդ կուրսում եմ նոր ապաշխարել, անհավատ էի, գնացի գյուղ, իմացա, որ փոքր աղբերս մեր ոչխարների գառներ տարարածը, ընկելը ուրիշի բաղ չեն, էդ էլ վերցել, մեր ոչխրի վիզը կդրել է, ասի պավեր, դու պավեր չլես, մինչև իրիկուն տրա վիզը չկդրես, և կատաղած, որ մի օր մեկը կա իմ տուն, ես ցույց կտամ են խանչալը, որ ուզեցել եմ մարդ սպանել, եղբայրներ քուրեր ջան, ընկերներս ասեցին արա գյուղսոյետ նախագահն իրա բարեկամն է, քեզ էլ հորդեր կնստես, խելար չես, ուրիշ տեղ բռնեցրեն ուզում ես արա, խելքս մտավ, կիրակի օր շորես ուզում եմ հագնել, որ էդ մեր Երևան դասի, եսի կարես է մեր հարևան տնից բանը տանելու, պամիդորի հաշիկ ինչ տրակտրիստ էր, հերս կյանքում հայանք չի արի, կյանքում չի ծխե, կյանքում հարևանի հետ կռիվարած չկա, մենք ճիշտ լինք, մեզ էր տպում, մենք սխալ ենք, մեզ էր տպում, բոլոր հարևանի հետ հաշտում էր աշխեր, հելում ասում է, Հենդրիկ ջան, ջանով է խոսում, այդ տղա ասում է, մեղ չեր էդ ոչխարը մորթեցիր, շատ չխոսաս ինչա ոչխրի պես քեզ է կմորթեմ, եսի հորս ասում, ես հերս էլ ասում է լիչի տենամ ոնց ես մորթում, մեկ էլ խժոց, բժոց, ժողորդը խարման իրար խժոց, լուսամուտից նայում եմ, տենամ եսի չգիտեմ ինչ ուզում մցնի հորես փորը, հիմի լուսամուտը ռեշտոտ կա, չլներ տես կթրնեի, չկարծա շլվարս հակնեի, թրատուս, ընենց արագությամբ օթի մեջ խպեցի դրան, որ էդ ինգավ փոսի մեջ, մի ակնթարդ ուշ հասնեին, ատամներս հասերել կոկորդին,
ատամով դի կոկորտը ծկրծեի։ Հորս այս մատը հեռացեցին սենց, ձերն էր սևնում, դի թևը ձերս հեռացնեին, ասին հեռացնենք 2 ամիս պարկավ օրթոպետիկ, հերես չբողոքես, ոչի բան չարեց։ Հիմի հավատացյալ եմ տարը, հերս տարեգետուն վերսես պերես կյուղ, ցելաճուրա, պտի գնանք տանձանոց, ցելաճուր, մեկ էլ տերամ ես եկավ ցելաճուր, ես էլ հավատացյալ եմ, ասում եմ լավ, իրան հայանք չեմ անի, իրան չեմ ծեցի, բայց նենց խոսքեր կասեմ, որ հալի, ես մտնի հոգու աշխարհը, մի տես մտածում եմ, որ ասեմ, ես եկավ, որ տեսավ, ես եմ, իմ ուզում փաղնիկը բռնեմ, ինքը տարիքով մեծ անձնից աղաքին, բայց գիտի ես գազան եմ, որտեղ որ փողոց են ծերից իմ գլուխ տեսնում են, մեր ու մանուկ փախնում են դու, ուրեմն եկավ, իմ ուզում եմ վատ խոսք ասեմ, ասեմ Հենրիկ ջան, ոնց ես, վայ, ես ինչ եմ մտածում, ինչ եմ խոսում, այ քեզ բան, ես Հենրիկ սենց արեց, վախելով, ես լավ եմ, կնիկս հիվանդ մահավերցա, ես կսի լացել է, ասի ես քուր, կնոջ համար կաղոտ եմ, գնա կնոջդ պերիդաչի տար, արա, ես քո տեղը ջուր կանեմ, այդ մարդը ապաշխարես փրկող, եղբայրներ քուրեր, եթե հավատքեք եկե, սուրբ սիրտ չունեք, երկինք չեք գնա, երկինք չենք գնա, իմ բարեկամներից մեկին, երկար տարի վկայել եմ, ես 2 օր իրանց տուն եղա, ասես Պավլիկ, որ այդքան խոսացել ես, ես մի բան եմ հասկացել, որ ոչ մեկի իրավունք չունես վատություն անես, այս սա է հավատացյալը, ասին մաքուր սիրտ ուննաս, ով որ մաքուր սիրտ չունին Աստծուն չի տենա, ես խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ, մաքուր սիրտ ունեցեք, մաքուր սիրտ ունեցողը, ինչ թուքմուրել ուտի, նա չի շեղվում, ես սենց եմ ստուգում իմ մաքուր սիրտը, որ պահին ինձ անարգեն ամեղտեղ, եթե հաջորդ պահին իմ ներսս կարեկցանք, աղաչանք իր համար, աղոտք իր համար, ցավ իր համար, չի ծնվում, ես սուրբ սիրտ չունեմ, եթե ով կանարգի քեզ, եթե հաջորդ պահին քո մեջ կարեկցանք, աղաչանք, նրա փրկության համար, նրա ողորմություն չունես այս սիրտը, դու երկինք չես գնա, ուզում ես 100 տարվա հավատացյալ եղի, ուզում ես աշխարհի հրաշքներ կատարած լինես, հրաշքով երկինք չել եթում, հրաշքը մարդին կյանք չի տալիս, ես այնքան եղբայրներ եմ տեսել, Հակոբ եղբոր ժամանակ 2 եղբայր կային, որ մեկ ուզում էր Սուրբ Հոգին հաց մոտ էր գրգում, մեկ ուզում էր բժշկուն հաց մոտ էր գրգում, բայց այդ 2 մարդներ մեկը երկինք չգնաց, մեկն էլ մի կերպ ապաշխարեց 30 տարի հետո։ Հրաշքը մարդին չի փոխում, մարդին փոխում է Աստծո խոսքի սուրությունը, այդ խոսքը մտնում է քո մեջ, ես մի բան ասեմ, Աստծո խոսքը, ուշադիրս է, կարևոր բան եմ, Աստծո խոսքը չի եկել քեզնից պահանջելու, եկել է Աստծո կամքը քո մեջ կատարելու։ Իմ խոսքը կղրկեմ, կբժշկին անունք, ինչպես անձրև ձյունը, այնպես էլ իմ խոսքը ուղարկում եմ, իմ կամքն է կատարում, ձևրա սրսկում եմ իմ խոսքը, մաքուր ջուրը, բոլոր կուրքերը, բոլոր պղծությունները մաքրում է։ Ընդունի Աստծո խոսքը, սրտանց ընդունի այդ խոսքը կմտնի մեջդ, կսրբի քեզ եւ հոգեվոր մարդ կդարձնի։ Ես ես եմ խնդրում ձեզ բոլորիդ, եղբայրներ քուրեր ջան։ Շատ բաներ կարամ պատմեմ,
շատ վկայություններ։ Ուզում եք մի հատ վկայություն պատմեմ, բանակում ծառայում է, ռիսակ չէին թվում, անգամ պագոն չեմ կրել, անգամ աստեղ չեմ կրել, և չեստել չեմ տվել դրանց։ Հիշում եմ, Զաբայկալից եկան ստուգելու, ներս մտա պիլոտ կեսանի, ասի, «Здравствуйте». Ասես, դու չհասկացան, դու գրաժդանսկես է վայենի ես։ Սուրբ հոգով ուրախության լեցունություն ասեցի, «Я гражданин Небесного Иерусалима». Ասես, գիժ է եսի, ինչ Նեբեսնի Երուսալիմ։ Եղբարներ, եթե քո հավատքը չի ապացուցե երկնային կյանքը, քո հավատ կապ չունենանք։ Իմ աղաչանքն է, ես մի փոքր բաներ պատմեմ, վերջացնեմ։ Հիմի գիշեր հոգևոր հաղորդում եմ լսում, Տրոմիկից, միշտ լսում էի, բայց ինչ իմանա, որ կամանդիրը այսօր գիշեր 1:12-ին լսում եմ, քարոզը լսում եմ, մեկ էլ կամանդիրը մտավ Լենկոմը, լույսը վարած տեսավ, ես նստած եմ, չհասցրեցի անջատել, էսի լսած ինչ եմ լսում։ Անես ծեծեց, ես մեռելի պես ընկակետին։ Ես վզակոտից քաշումա, տանումա կանցելյար քարքաշ, որ շարունակի ծեծել ինչ անել, ես մի կերպ սենց կանգնել եմ ոտի, սենց ենեցա ծեծել, հազիվ կանգնում ոտի, բայց արցումներ աշկերիս, ասի խպինչ կան ուսում ես, շուտով իմ Իսուս կգա, ես սաղ պատմելու եմ իրար, ես ասելու պես տերը, որ խպեց սրան, ես ինձնից դարովի, բոյով, ճանով, ընգա ոտերիս տակ, խոզի պես խրխրումա, շամ պես որնումա, հարաս ինչ անեմ պրգեմ ես մարդին, Տեր Աստված, ինչ անեմ, հիշի Ստեփանոսի խոսքը, ասի Տեր ների չի հասկանում, մեղ կա ես մարդը, տեսեք ինչ տանջանք լինի, որ ասում մի հատ աղջիկ ունեմ, բերեմ, մորթեմ քո ոտերի տակ, մնակ պրգենզի, այսպեսի տառապանք էր ապրում, վերջ աղոթեց ես մարդ հելավ կայնավ, ամեն կիրակի, ասում է, Равня Смирнарную средину, поздравляю Григориан Павлович Святой день, он имеет право никому не подчиняться, кроме своего Бога. Եվ կայլասկան պերում էր, տնում էր ինձի, կայլասկներ շտանում էր, կողքի չասերը կարոզելու։ Եթի 77 թիվն է եղել, շատ հրաշքներ կան, եղբայրներ ջան, Աստված, մարդի հոգու աշխարհը, Աստված եղել է այնպես այցել է ինձ, մոտոցիկլետ կայլասկը էլի, այդ կայլասկեն ոնց կետա ուրիշտը, ես խալասեցի, եղբայրներ քուրեր, եղել է 10 տոննա բեր սոված թափել են տվել, դու չեք պատկերացնի, ինչ տանջանք, ինչ տառապանք, ոչ մի խիղճ գուտ չունեն, բայց լացում էի, ողբում էի, 100 կիլոմետր տազեր մարդ չես տեսնի, այդ թափեցի այդ տրակտորը թողես գնաց, ես սովից լացում եմ, նենց եմ լացում, շատ ահավոր, Տեր այցելեց, նենց այցելեց ինձ եղբայրներ, ես մարմին չեմ զգում, մեկ էլ հեռվից մի հատ ավտո եկավ, գորած, սալդատ, գնացի, ասես, твой Бог приказал нас, քեզ լպտելիք ենք բերել, твой Бог приказал нас, և բերեցին, բացեցին, որ սոխը տեսա, ասի Հիսուս ջան, անգամ գիտես, որ ես սոխը խորովածից ել, խնձորից ել, ամեն ինչ շատ եմ սիրում, խոս սոխը սխտոր, ասին, ու պարկ եմ տվել եղբայրներ քուրեր, Աստված այնքան զորավոր է, ես եղել անենց այցել ինձի Աստված ասել եմ, ինձ հեռու գնա, ես մեռնում եմ, եղբայրներ քուրեր, մեր Աստված, այն Աստվածն է, որ Մովսեսի հետ գործեց, այն Աստվածը, որ Դանիելի հետ գործեց,
Այն Աստվածն է, որ ծնել է եկեղեցի, այն Աստվածն է, որ ապրում է քո մեջ։ Դու շատ զորավոր ես։ Լեցվի Սուրբ Հոգով, աղոթքի տուր Սուրբ Հոգուն, այդ հոգին քո մեջ կկառուցի Քրիստոս բնությունը։ Ես շատ եմ սիրում Պողոսի այս խոսքերը։ Ասում է, բոլոր մարդիկ սուտ են, բայց հաջորդ տեղ գրած է գործարակելուց մակացեմ։ Չէ, Կորինթացում Քրիստոսի ճշմարտությունը իմ ներսի դիս է։ Ճշմարտություն մի գրամ չկա։ Լրիվ Քրիստոս ճշմարտություն իմ ներսն է։ Սա իմ պարծանքս։ Փառավորվի Տերը։ Կանգնենք աղոթքի։